Էփշտինը մոտեցել էր Ռուսաստանին, այսինքն ռուսական տվյալ դեպքում կոնկրետ դեսպանը մակում այն ժամանակ Չուրկին անունով մեկն էր, հիշում եմ Չուրկինը, երբ որ ինքը Գորբաչովի թարգմանիչն էր, հետո այդ ընթացքում ուրեմն արդեն դարձել էր դեսպան, նրան էր գրել, որ ես սենց կամպրոմատ ունեմ, սենց բաներ ունեմ այսպիսի մարդկանց վրա եւ կարող եմ ձեզ տալ, դրա մեջ մտնում էր նաեւ Թրամփը։ Չուրկին լինելով լավ հոտառություն ունեցող լավ դիպլոմատ, ինքը իհարկե անձամբ չի հանդիպել հետո, այլ ուղղորդել է այդ հանդիպումը պրոֆեսիոնալ հետախուզներին, ասենց կոպիտ ասած, ոչ կոպիտ ասած, իրականում այդպես եղել է։ Իդեպ ասեմ, որ շատ մեծ բան կա, խոսակցություն կա դրա մասին, որ այդ Էփստինը նաև աշխատում էր Մոսադի համար, իսրայելական։ Հիմա Մոսադի հետ կապերի մասին դեռ ոչ մի դուրս չի եկել, բնականաբար, քանի որ կզարմանայի դուրս գան, բայց հնագամանքը, որ ինքը նաև ուրեմն ինֆորմացիա առաջարկել ռուսներին, դա արդեն շատ բան ասում։ Եվ իհարկե այդպիսի ինֆորմացիա ռուսները երբեք ծառայ պատ չէին թողնելու, իհարկե այդպես հիմար լինեն ամենավերջին, որ ասեն հաջը չենք ուզում։ Մենք շատ պատվավոր մարդիկ ենք, այդպես բան պետք չի մեզ ասել։